Ընդդիմության մեջ պրոռուսական մեկ խնդրեմ կար, գիտեք, ես ինչ եմ իրանց առաջարկում, ես շատ եմ մտածել։ Ասենք իրանք գիտեն երկու բառ՝ Պուտին եւ Ռուսաստան։ Երբ որ իրանք կասեն երրորդ բառը, հավաստիացնում եմ ձեզ, մի քիչ ժողովուրդը կլսի։ Բայց իրանց մոտ մենակ երկու բառ կա։ Ռուսաստան Պուտին, Ռուսաստան Պուտին։ Պարզա ժողովուրդը դա չի ընկալում։ Միջդեռ մեզ ձեռնտու է, որ ունենանք ընդդիմություն, որը ինչ որ առաջարկություններ անի, արի գասի, որ այս ձևի պետք է արվի, այն ձևի։ Ի վերջո այդ չորրորդ հանրապետության գաղափարը անկեղծ ես ասում, այսօր ես միանշանակ չեմ կարող ձեզ պատասխանեն ճիշտ գաղափար է, թե ոչ, այդ ճանապարհը ինչ մեզ կտա, չունեմ պատասխան, բայց ես այդպես գիտեք, օդից չեմ քննադատում, բացատրեմ ինչու, իշխանությունը ամեն օր պայքարի մեջ է աշխարհում, ստիպված է, էսա բարդ աշխարհ է, ամեն օր պայքարում է, որ մեզ վրա չհարձակվեն, կուտակեցին մեծ գիտելիքներ այս 7 տարվա մեջ, ու տեսնում եմ ելքը, որ ասենք մի քիչ նոր կոնցեպցիայով, նոր սահմանադրությունով առաջ գնան։ Ես օրինակ կողմնակից չեմ մերժել, ասել ոչ, դա սխալ է։ Նույնիսկ ես մարդ, որը քվեարկել է իօքուտ անկախության հռչակագրի ու շատ բարձր եմ այդ փաստաթուղթը գնահատում, այնուամենայնիվ ես ասում եմ, պատրաստ եմ ամեն ինչ քննարկել։